Բարև ձեզ սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք մեր մտորումները հոգևոր ընտրության մասին։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք չեն կարդացել Աստվածաշունչը, հավանաբար լսած կլինեն Հակոբի սանդուղքի մասին։ Այդ թեման չափազանց տարածված է կինոյում, կերպարվեստում եւ գրականության մեջ, հատկապես կերպարվեստում։ Մեկնությունները կարող են շատ տարբեր լինել, բայց հիմնական իմաստը պարզ է, որ ինչ որ մի պահի մարդու առջև բացվում է ինչ-որ մի սանդուղք, որով նա կարող է հոգևոր իմաստով բարձրանալ։ Ինչ է դրա մասին ասում Սուրբ Գիրքը։ Սանդուղքը, որը կապում է երկիրը երկնքի հետ, մարգարեական մի երազ է, որը տեսնում է հին կտակարանի նահապետերից մեկը, Հակոբը, Իսահակի որդին եւ Աբրահամի թոռը։ Հակիրճ հիշեցնեմ, թե ինչ էր դրան նախորդում։ Հակոբը կոնֆլիկտի մեջ է մտնում իր երկվորյակ եղբոր Եսավի հետ, թե ինչ պատճառով դա առանձին խոսակցության թեմա է։ Նա ստիպված է լքել տունը, իր հարազատ Բերսաբե քաղաքը եւ փախչում է Միջագետք, մոր Ռեբեկայի ազգականների մոտ։ Ճանապարհին արևը մայր է մտնում եւ Հակոբը քնում է, գլուխը դնելով քարի վրա։ Հենց այդ ժամանակ է նա երազ տեսնում։ Երկրի վրա հաստատվում է մի սանդուղք, որի ծայրը հասնում է երկինք, իսկ Աստծո հրեշտակները դրանով ելնում եւ իջնում են։ Այդ սյուժեն, ինչպես արդեն ասացի, բազմաթիվ մարմնավորումներ է գտել գեղանկարչության մեջ։ Ահա այսպես է այն պատկերում իր որմնանկարում Ռաֆայել Սանտին։ Նման պատկերներում կոմպոզիցիայի ամենավերևում բնականաբար Աստվածն է։ Ինչու են հրեշտակները սկզբից բարձրանում, հետո իջնում։ Չէ որ նրանք կարծես թե վերևից պետք է գան։ Քրիստոնեական ավանդույթը դա բացատրում է այսպես. Աստված իր պատգամը մեզ հասցնելու համար սկզբից պետք է իջնի, որպեսզի հետո մեզ բարձրացնի։ Եկեղեցու հայրերը հաճախ կապում են այդ սանդուղքը Աստվածածնի հետ։ Նաև մեր եկեղեցու շարականներում եւ տոնական երգերում Աստվածամորը երբեմն անվանում են երկնային սանդուղք։ Այդ փոխաբերության գաղափարն այն է, որ Աստվածածինը այն ճանապարհն է, որով Աստված մարդ է դառնում։ Արդեն առիթ ենք ունեցել խոսելու այն մասին, որ 7-րդ դարի նշանավոր աստվածաբան Հովհաննես Սինայեցին մարդու կատարելագործումը պատկերացնում է որպես սանդուղք, որպես վերելք որոշակի աստիճաններով, եւ այդ կերպարը անշուշտ կապված է Հակոբի երազի հետ։ Ըստ աստվածաբանի, այդ աստիճաններից են մասնավորապես պայքարը կրքերի դեմ, աղոթքը, հեզությունը, սերը։ Ընդ որում մարդը, ինչպես մենք շատ լավ գիտենք, ոչ միայն բարձրանում է, այլև երբեմն սայթակում է, ընկնում է այդ աստիճաններից։ Ահա թե ինչպես էր պատկերազարդվում միջնադարում Հովհաննես Սինայեցու սանդուղք գիրքը։ Ինչպես տեսնում եք, կան եւ բարձրացողներ, կան եւ ընկնողներ։ Այսպիսով Հակոբի սանդուղքի կերպարը մոտ է քրիստոնեական աշխարհընկալմանը։ Մեր աստվածաբաններից Գրիգոր Տաթևացին օրինակ սանդուղքը մեկնաբանում է որպես երկնքի եւ երկրի միություն, Քրիստոսի միջոցով փրկության ճանապարհ, նաեւ որպես մեր վերելքի պատկեր, ինչպես եւ արևմտաեվրոպացի վարպետները, մեր մանրանկարիչները նույնպես անդրադարձել են այդ սյուժեին։ Այդպես էր պատկերազարդված Ծննդոց գիրքը 13-րդ դարի մեր մանրանկարչության նմուշում։ Բայց ավետարանում նույնպես կա սանդուղքի կերպարը, կամ կարելի ասել հղումը։ Հովհաննեսի ավետարանում Քրիստոսի առաջին աշակերտներից Փիլիփոսը հայտնում է իր ընկերոջը Նաթանիելին, որ գտավ նրան, ում մասին Մովսեսը օրենքի մեջ եւ մարգարեները գրել են։ Նաթանիելը սկզբից որոշակի տարակուսանք է հայտնում, թե ինչպես կարող է մարդկության փրկիչը լինել Գալիլեա ծայրագավառի Նազարեթ փոքր գյուղից։ Բայց Նաթանիելը, որը ըստ որոշ աղբյուրների նույն ինքը մեզ քաջ հայտնի Բարդուղիմեոսն է, տեսնում է Տիրոջը եւ ասում է. «Դու ես Աստծո որդին, դու ես Իսրայելի թագավորը»։ Դրանից հետո Քրիստոս իր նորընծա աշակերտներին ասում է, որ նրանք դեռ շատ բան կտեսնեն։ Այստեղ է, որ նա անդրադառնում է սանդուղքին։ Ճշմարիտ եմ ասում ձեզ,
Պիտի տեսնեք երկինքը բացված եւ Աստծո հրեշտակներին բարձրանալիս եւ իջնելիս մարդու որդու վրա։ Ինչպես տեսնում եք, ծննդոց գրքի համապատասխան դրվագի հետ կապը այստեղ ակնհայտ է։ Բայց ծննդոց կամ ըստ մեր հին ավանդույթի ժողովրդոց գրքի այս պատմությունը սանդուղքով չի ավարտվում։ Դրանից հետո շատ կարևոր են Տիրոջ խոսքերը, որոնք լսում է Հակոբը։ Տերը հավաստիացնում է, որ երկիրը Հակոբինն է լինելու, որ նրա սերունդը բազմամարդ կլինի, եւ այդ սերնդով կորտնվեն աշխարհի բոլոր ազգերը։ Եվ ամենակարևոր բանը, որը Աստված ասում է Հակոբին, այսինքն մեզ բոլորիս, մարդկանց, մի վախեցիր, ես քո հետ եմ։ Ինչ է դրան հետևում։ Հակոբն արթնանում է եւ իր ողջ էությամբ ընկալում է, որ Տերն իր կողքին էր, բայց նա դրա մասին չգիտեր։ Իսկ այն վայրը, որտեղ նա երազ էր տեսել, նա անվանում է ահեղ, սարսափելի։ Այստեղ բնագրում օգտագործում է եբրայերեն նորա բառը, որը նշանակում է ոչ այնքան վախենալու սարսափելի, որքան վեհ, ակնածանքի արժանի։ Եվ Հակոբը իսկապես զգում է այդ պահի վեհությունը։ Քարը, որի վրա քնելիս նա դրել էր գլուխը, նա կանգնեցնում է որպես կոթող եւ այն օծում է յուղով։ Այն վայրը, որտեղ այդ ամենը տեղի է ունեցել, նա անվանում է Բեթել, ինչը թարգմանաբար նշանակում է Աստծո տուն։ Եվ հայտնվելով Աստծո պաշտպանության, հովանավորության տակ Հակոբը ուխտ է կապում ծառայել Աստծուն եւ մասնավորապես այն ամենից, ինչ որ Աստված տալիս է, 10-րդ մատուցել նրան։ Նորից հիշենք, թե երբ է Հակոբը տեսնում սանդուղքը, երբ փախչում է տնից, որովհետև եղբայրը ցանկանում է նրան սպանել, երբ ապագան չափազանց մշուշոտ է, երբ նա ստիպված է քնել բաց երկնքի տակ, գլուխը դնելով քարին։ Ահա այդ բավականին տխուր հանգամանքներում նա պայծառացում է ստանում։ Ընդ որում սկզբից չէլ գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել, եւ միայն հաջորդ առավոտ է հասկանում իր հետ տեղի ունեցածը։ Աստծո ներկայությունը պայմանավորված չէ նրանով, թե ինչ ապրումներ, ինչ զգացմունքներ ունենք մենք, կամ որքան լավ են դասավորվում մեր գործերը։ Երբեմն կարող է լինել ճիշտ հակառակը, եւ Աստված ներկայանա մեզ այն ժամանակ, երբ մեր գործերը լավ չեն գնում, երբ մենք միայնակ լքված ենք զգում մեզ։ Զգալ թե չզգալ Աստծո ներկայությունը, ընտրությունը մերն է։